Ողջույն բարեկամներ, այսօր խոսելու ենք նաղդիրների մասին, կոնկրետ այսօրվա դասը տեղի նաղդիրների մասին է, բայց ընդհանրապես սկսենք նաղդիրներից, ինչի համար են նաղդիրները, ինչի համար են գործածվում, որտեղ են գործածվում, ինչ դեր ունեն նախադասության մեջ և ընդհանրապես նաղդիր ինչ է կոչվում, նաղդիր բառը եթե վերցանենք նախդիր, այսինքն բառից առաջ նախ դրված բառ է, ուրեմն նաղդիրները դրվում են բառից առաջ և մեկնաբանում են, բացատրում են բառին, լուսաբանում են բառը։ Հիմա մենք խոսելու ենք տեղի նաղդիրների մասին, բայց եթե չիմանաք նաղդիրները ընդհանրապես չճանաչեք, չտարբերակեք տեղի նաղդիրներ, ժամանակի նաղդիրներ, ուղղություն ցույց տվող նաղդիրներ կամ նաղդիրներ, որոնք և ցույց են տալիս և տեղ, և ժամանակ, տվյալ դեպքում այստեղ մենք ունենք օրինակ at նաղդիրը, որը գործածվում է որպես և տեղի նաղդիր, և ժամանակի նաղդիր։ Այս նաղդիրի վրա ես մի փոքր բացատրություն տամ, այնուհետև կանցնենք մեր տեղի նաղդիրներին։ Հիմա դուք պատկերացրեք, որ ինչ-որ ասենք օտարերկրացի եկել է Հայաստան և գիտի 1-2 նաղդիր, տեղում սովորել է 1-2 բառ և դրանով ուզում է ինչ-որ բան հասկացնել, չճանաչելով նաղդիրները, ենթադրենք ասում է ժամը 5-ին պետք է գնամ ռեստորան, ենթադրենք ժամ ասելու համար հայերեն ինչպես ենք ասում, ժամը 5-ին, վերջավորությունը 5-ին, անգլիացին ինչպես է ասում ժամը 5-ին, նա վերջավորություն չունի, որ ասի 5-ին, այդ 5-ին ասելու համար նա պետք է գործածի նաղդիր, այդ նաղդիրը իրենց մոտ at-ն է։ Հիմա եթե նա չգիտի, որ մենք ասում ենք, ասենք ժամը 5-ին, վերջավորություն, այս նաղդիրներից մեկը ենթադրենք վրա, տակ, մեջ, ինչ-որ նաղդիր, փոխարեն իր պատկերացմամբ ասի at ենթադրենք մոտ է նշանակում, մեր հայերենով ասի մոտ, ասի ժամը, ոչ թե ժամը 5-ին, ասի ժամը 5 մոտ, ընդհանրապես անշնորհ նախադասություն է ստացվում կառուցվածքով համենայն դեպս ինչ եմ ուզում ասել, մենք նույնպես երբ օտարլեզու սովորում ենք, մենք նույնպես պետք է ճանաչենք նրանց լեզվական առանձնահատկությունները և պետք է իմանանք նաղդիրները, որպեսզի ճիշտ խոսենք, կամ մեկ այլ օրինակ, որ շատ կոնկրետ չի առնչվում դասին, հայերենի և անգլերենի տարբերությունը, երբ ասում ենք հայերենը ճկուն լեզու է, անգլերենը ճկուն լեզու չէ, հաստատուն լեզու է, իր հաստատուն շարադասությունն ունի, ասում ենք օրինակ մարդը սպանեց արջին, հերթականություն հիշեց, ով մարդը, ինչ արեց, սպանեց, ում սպանեց արջին, ենթակա ստորոգյալ լրացում, եթե տեղերը փոխենք, արջը վերենք նախադասության սկիզբ, դարձնենք արջը ենթակա, ասենք արջը սպանվեց մարդու կողմից, ենթադրենք, կամ տեղերը փոխենք, 3 բառերից մեկը մարդը արջին սպանեց, նույնը անգլիացին չի կարող ասել, եթե տեղերը փոխեն արջ և մարդ տեղերը, կստացի, որ արջը սպանեց մարդուն, ոչ թե մարդը սպանեց արջին, ինչի համար եմ ասում, լեզուն, տարբեր լեզուներ ունեն իրենց առանձնահատկությունները, որը պետք է հարգել, սովորել կոնկրետ դժվարությունների չհանդիպելու համար։ Հիմա մենք խոսելու ենք ընդհանրապես ոչ տեղի նաղդիրի առայժմ, այլ ընդհանրապես նաղդիրների մասին, ինչով են նման և ինչով են տարբերվում հայերենի նաղդիրներից կամ որն է տարբերությունը, ինչի համար են գործածվում։ Մենք ասում ենք, որ հայերենը ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործյական և ներգոյական։ Եթե ուշադրություն դարձնեք, բոլոր հոլովները ունեն իրենց հոլովական վերջավորությունները, ասում ենք մարդը, հետո մարդու, մարդուն, մարդը, մարդուց, մարդով, մարդու մեջ, հոլովական վերջավորությունները փոխվեցին։ Անգլիացին չունի այսպիսի հոլովական վերջավորություններ, միակ հոլովական վերջավորություն, որ ունի սեռական հոլովի այս ստացականը, որը համապատասխանում է մերին, apostrophe s, եթե սովորել եք մեզ հետ միասին, գիտեք apostrophe այս ստորակետի նման նշանը, որ դնում ենք, հետո s տառը, դա սեռական հոլով էր ցույց տալիս պատկանելություն ում գլխարկը, ում պայուսակը, ում գիրքը, մարդու գիրքը, երեխայի պայուսակը և այլն։ Մնացած դեպքերում անգլերենում գործածում են
preposition-ներ, նաղդիրներ, իրենք այդ հոլովական վերջավորությունների փոխարեն, որպեսզի կարողանան մտքերը արտահայտել, օգտագործում են նաղդիրները։ Հետո մենք նույնպես ունենք նաղդիրներ, այնպես չէ, որ մենք միայն հոլովական վերջավորությունների միջոցով ենք արտահայտում։ Օրինակ, ասում ենք նա գիրքը դրեց սեղանին եւ նա գիրքը դրեց սեղանի վրա։ Այս վրան համապատասխանում է անգլերենի on նաղդիրին։ Մենք էլ ունենք, ասածից ինչ է, որ մենք նույնպես ունենք, բայց հիմնականում մենք գործածում ենք հոլովական վերջավորությունները։ Հիմա անցնենք մեր տեղի նաղդիրներին։ Այս նաղդիրներից շատերին դուք հանդիպել եք 3-րդ, 4-րդ, եթե մասնակցել եք նաև 5-րդ դասերի ընթացքում։ Հիմա սկսենք արկղ, տեսնում եք արկղ եւ վրա, մեջ, մոտ, տակ նաղդիրները, որ հաստատ մենք այս նաղդիրները սովորել ենք։ Ուրեմն վրա, on, մեջ, in, մոտ, at, near, մոտ։ Անցնում ենք վերև, over, վերև։ Հենց այս արկղի օրինակով դրված, ասենք, արկղից վերև, over, վերև, under, տակ, below, ստորև, ներքևում։ Հիմնականում շատ կհանդիպեք գրքերում, երբ ասենք ինչ որ բան գրված է, ասում ենք տողի տակ, below the page, ստորին մասում, էջի, beneath, տակ, ասենք նստած է ծառի տակ, beneath the tree, under the tree, տակ, in front of, դիմաց, սա նույնպես անցել ենք, տան դիմաց ունենք այգի, in front of the house we had a garden, սա գիտեք, behind the house, տան հետևում, ասենք կար այգի, սա էլ գիտեք։ Անցնում ենք այս 4 preposition-ները ձեզ հայտնի չեն, հիմնականում այս պարզ preposition-ները դուք գիտեիք։ Հիմա անցնենք սրանց եւ կազմենք նախադասություններ։ Across, լայնքով, միջով։ Ասենք փողոցը անցնում եք կամ գետը անցնում եք, ինչպես եք ասելու, գետը անցնում եք, լայնքով կամ երկայնքով անցնում եք, across the river, գետի հետ, օրինակ փողոցի հետ, գետի հետ օգտագործելու եք across։ Պատուհանից ենթադրեք դուրս եք նայում, ասել եք through the window։ Հիմա ենթադրենք երկուսով կանգնած են, երրորդը եկավ եւ կանգնեց այդ երկուսի միջև։ Երբ երկու հոգի են, մարդ կամ առարկա, եւ երկուսն են, ուրեմն կասենք միջև, եթե արանքում կանգնած եք, ասենք միջև, այսինքն between կօգտագործենք։ Այս ամանգը նույնպես նույն իմաստ ունի, բայց սա արդեն գործածելու ենք երկուսից ավելի դեպքում, ենթադրենք 3-ից ավել խումբ է կամ այդ դեպքում ասելու ենք կանգնեց նրանց մեջ կամ նրանց միջից ինչ որ բան վերցրեց, այսպիսի մի նախադասություն, ուրեմն երկուսի դեպքում միջև ասելու համար օգտագործելու ենք between, շատի դեպքում, երկուսից ավելի դեպքում օգտագործելու ենք among։ Հիմա ուրեմն այս 4-ը իմացաք, over, ասենք ձեր գլխավերևում ինչ որ բան կա, ենթադրենք over եւ under, սա տակ, under the bed, ենթադրենք շունը մահճակալի տակ է, կատուն մահճակալի տակ է, the cat is under the bed։ Ափսեի մեջ ջուր կա, in the plate։ Մենք սովորենք նաև հաջորդ դասերին on, in preposition-ները երբ որ դեպքում են գործածվում։ Հնարավոր է ասում ենք հայերենում, մենք սա նույնպես սովորել ենք, եթե մասնակցել եք, ասում ենք աթոռի վրա նստած, իրենք ինչ են ասում, աթոռի վրա, թե աթոռի մեջ, ինչպես են արտահայտում, բազմոցի վրա, թե բազմոցի մեջ, ինչպես պետք է ասել, ձիտը ծառի վրա, մենք ասում ենք վրա է, իսկ իրենք ինչ են ասում, մեջ է, վրա, in, թե on, սա էլ պետք է սովորենք։ Այս արտահայտությունները այսքան առայժմ սովորեք անգիր, պետք է իմանաք, չիմանալու դեպքում դժվար կլինի,
գործածել, այսքան իմացիք, հաջորդ դասերին կսովորեք նաև մնացած արտահայտությունները, իհարկե այնտեղ կա նաև ժամանակի ուղղություն ցույց տող նաղդիրներ, շատ են նաղդիրները, ուղղակի ամենագործածականները ըստ դասարանների, ըստ տարիքային առանձնահատկությունների կսովորեք, այնուհետև կբարձրացնենք թեման, ավելի խորը կսովորեք։ Առայժմ այսքանը, բաժանորդագրվեք մեր էջին, հավանեք մեր էջը և գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.